Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Հրապարակ օրաթերթը գրում է, ԱԺ երեկվա նիստին իշխանական ֆրակցիայի հատվածում հոգեհանգստի տրամադրություն էր տիրում, հուսահատ դեմքերով, հեռախոսներով հետևում էին Գյումրու ավագանու առաջին նիստին եւ անհաղորդ էին ԱԺ օրակարգին, որտեղ շարունակվում էր կառավարության ծրագրի 2024 թվականի զեկույցի քննարկումը, զեկուցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Իդեպ ԿՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմն այլևս չի մասնակցելու ավագանու նիստերին, տապալելու են քվեարկությունները եւ այդ հիմքով մի քանի ամսից Գյումրիում նոր արտահերթ ընտրություններ կլինեն։ Երեկվա նիստը ԿՊ-ն բոյկոտեց, բայց մեր տեղեկություններով հաջորդիվ մասնակցելու են, փորձելով Վարդանիկի կյանքը դժոխքի վերածել։ Հրապարակ օրաթերթը գրում է, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անհետացել է, նամի կողմ քաշված հետևում է արցախցիների օրորի խորացող խնդիրներին եւ պայքարին, բայց գրեթե ոչ մի տեղ չի երևում։ Շահրամանյանը ոչ արցախցիների մարտի 29-ի հանրահավաքին երևաց, ոչ այցելեց Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների վրան, մինչդեռ ենթադրվում էր, որ պետք է հրապարակային ելույթ ունենա եւ այդ պայքարն առաջնորդի։ Մեզ պատմեցին, որ վերջերս նրա հետ բավականին ծանր խոսակցություն են ունեցել Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, նրան մեղադրել են անտարբերության, արցախահայության խնդիրներին անհաղորդ լինելու մեջ։ Հրապարակ օրաթերթը գրում է, Արցախի ԱԺ-ն երեքշաբթի օրն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պահպանեց Արցախի նախագահի պաշտոնը։ Ուշ երեկոյան հրավիրված նիստին 33 պատգամավորներից 30-ը, այսինքն բոլորը, ովքեր գտնվում են Հայաստանում, մասնակցել են, այդ թվում Սամվել Բաբայանի միասնական հայրենիքի պատգամավորները, որոնք բոյկոտի պատճառով Հայաստանում հրավիրված նիստերը տապալում էին։ Ասում են, Սամվել Բաբայանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Արցախի նախագահի պաշտոնում։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն նախագահի լիազորությունները լրանալուց մայիսի 21-ից հետո խորհրդարանը կկարողանա նախագահ ընտրել 22 պատգամավորի ձայնով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ չնայած նրան, որ Գյումրիում 3 ընդդիմադիր թեկնածուները Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրեցին, բայց եւ այնպես Ղուկասյանը պետք է իշխանությունների հետ գործ ունենա, հարկ եղած դեպքում ենթարկվի իրենց։ Իշխանական կուլիսներում վստահ են, որ Ղուկասյանը հակաիշխանական քայլեր չի անելու, ու դա ակնհայտ երևում է նաեւ Ղուկասյանի զգուշավոր հայտարարություններից։ Ավելին, ըստ մեր տեղեկությունների, իշխանությունը նպատակ ունի Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանին ներքաշել այս ամենի մեջ, որպեսզի մարզպետն ամեն կերպ Ղուկասյանին իրենցով անի։ Իշխանությունները օրինակ են բերում Սյունիքի համայնքապետերին, որոնց մարզպետի շնորհիվ կարողացել են իրենց դաշտ բերել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, օրաթերթի տեղեկությունների համաձայն հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը Գերասիմ Մկրտչյանը մինչ ազատման դիմում գրել է կռիվ է տվել եւ չի ցանկացել ազատվել պաշտոնից։ Արմլուրը հայտնել էր, որ կոմիտեում կադրային ջարդը սկսվել է եւ նորանշանակ նախագահը ազատվում է կոմիտեի սկանդալային պատմության կենտրոններում հայտնված պաշտոնյաներից։ Տեղեկացանք, որ ազատվածներից մեկն էլ եղել է հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանը, որը կոմիտեի նախագահի որոշման դեմ ընդվզել է եւ չի ցանկացել ինքնական դիմում գրել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հաջորդ շաբաթ հանձնաժողովի նիստ է հրավիրել, այդ ձևաչափով լսելու նախաքննական մարմինների նախագահներին։ Ամենայն հավանականությամբ նիստը կկայանա ապրիլի 22-ին։ Տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանը անցած աշխատանքների մասին հաշվետվություն կներկայացնեն ԱԺ պատգամավորներին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Սահմանադրական դատարանը մոտ 3 տարի քննելով ապօրինի գույքի բռնագանձման դեմ օրենքի սահմանադրականության հարցը 3 վերջապես վճռեց, որ Փաշինյանի հատիկ օպերացիան այնքան էլ սահմանադրական չէ։ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի դիմումի հիման վրա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը հրապարակել է վերոնշյալ գործով որոշում, որը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում։
Փաստորաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանը դադարել է լինել սուբյեկտ եւ դարձել է ուրիշների որոշումներից կախված։ Այս հասարակությանը նոր մեծ պատերազմով վախեցնելով կառավարությունը արդարացրեց Արցախից հրաժարվելը, խոստանալով խաղաղության պայմանագիր, որպես փոխհատուցում, որ պետք է վերջ դներ տարածաշրջանում լարվածությանը։ Այս փրկարար համաձայնագիրը նախատեսված էր կնքել 2023 թվականի վերջին, բայց այն այդպես էլ չի ստորագրվել։ Ադրբեջանը շարունակում է ձգձգել գործընթացը եւ դրա համար պատասխանատվությունը դնում է Հայաստանի վրա։